ենք տեսնում ենք բազմաթիվ վթարներ, վրայերթներ։ Միտում կա համագործակցել նաև վթարների հետ կապված, այսինքն մեր քննական ստորաբաժանումը տեսնի, որ կարգի տրանսպորտային միջոցների վարորդներն են վթարների մասնակից, որ տարիքային խումբն է, նոր քննություն հանձնած անձինք կան, թե նախկինում արդեն ստացած, թե զրկված վերականգնված անձինք են։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո առերեսվեցինք նաև եւս մեկ փոփոխության։ 6000-ից ավել արդեն դիմել հետ են ստացել վարորդականը համապատասխան պետական տուրքի վճարումով։ Եթե առանձնացնենք տեսականն ու գործնականը, ինչ պատկեր ունենք։ Արտահերթ քննությունների մասնակցության այդ գործառույթը ներդրվեց։ Տեսական քննությունների հարցաշարերի փոփոխման մասին Վարորդական վկայական ստանալու գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը առանձնացվում է կոնկրետ այդ տվյալ խմբերի տրանսպորտային միջոցներ վարելու կարգերին համապատասխան։ Չէ՞ որ օրինակ B կարգի վարորդը երթևեկության մեջ է ոչ միայն B կարգի վարորդների հետ։ Տեղի է տրվել քաղաքացիների, ոնց որ ասած, բողոք դիմումներով է նաև պայմանավորված եղել։ Տեսախցիկներ տեղադրվեցին արդեն գործնական քննությունների պարագայում մեքենաների ներսում։ Նաև նպաստում է մեր կողմից ճիշտ վերլուծել, գնահատել բողոքարկման վերադասության կարգով բողոքարկման դիմումների ընթացքը։ Առաջին անգամից գործնական քննությունը հնարավոր չէ հաղթահարել։ Լարվածության գործոնը երևի մեծ ազդեցություն ունի։ Շիրակի մարզում ծանրաբեռնվածությունը ինչպես է։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մոտ 15000.5 անձ է մասնակցել տեսական գործնական քննություններին։ Ինչ փոփոխություններ են իրականացվել վերջին տարիներին վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում։ Թեման այսօր մեր ուշադրության կենտրոնում է հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարումնքյուրը ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների լիցենզավորման վարչության հաշվառման քննական ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Ղազարյան, տեսեք, շատ է խոսվում, նախարարության մակարդակով էլ է շատ խոսվում, որ վերջին տարիներին մի շարք փոփոխություններ են իրականացվել ոլորտի համակարգման ավելի ինչ որ առումով դյուրին դարձնելու, ավելի օրենսդրական մակարդակում ճիշտ հղկելու այսպես մեխանիզմներ են մշակվել, որպեսզի մարդիկ կարողանան հնարավորինս բարենպաստ պայմաններում ստանալ վարորդական իրավունքի վկայական։ Այ մասնավորապես ինչ փոփոխությունների մասին է խոսքը եւ եթե առանձնացնենք տեսականն ու գործնականը, ինչ պատկեր ունենք։ Հասկացա հարցը։ Նայեք, տեսեք, փոքրիկ անդրադառնամ մեր ծառայության ստորաբաժանմանը։ Ձևավորվել է 2024 թվականի սեպտեմբերի սկզբին որպես ներքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։ Մեր ստորաբաժանման վարչության գործառույթն է տրանսպորտային միջոցների գրանցման հաշվառման հետ կապված գործողությունների իրականացումը եւ վարորդական վկայականների տրամադրման գործընթացը, այդ թվում տեսական գործնական քննությունների ընդունումը։ Վարչության ձևավորումից հետո ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումների հետ համագործակցելով մշակվել են եւ ի կատարենացվել, այսինքն օրենսդրական փոփոխություններ մի շարք մշակվել են նախագծերը, շրջանառության մեջ են դրվել եւ ընդունվել են։ Մասնավորապես տեսական քննությունների հետ կապված նախորդ տարի կարող եմ նշել, որ ուժի մեջ մտավ սեպտեմբերի 1-ից նախորդ 2025 թվականի հետեւյալ փոփոխությունն ու լրացումը կատարվեց համապատասխան օրենսդրական ակտով, այսինքն պետական տուրքի մասին օրենքով հնարավորություն տրվեց անձանց, այսինքն վարորդի թեկնածուներին, այս դեպքում տեսական գործնական քննություններ հանձնող արտահերթ քննությունների մասնակցության այդ գործառույթը ներդրվեց եւ ի կատարածվեց։ Ինչու՞մն է կայանում այն, այսինքն անձը, ով որ բացասական արդյունք է ցուցաբերում, ստանում ավելի ճիշտ, այսինքն թե տեսական, թե գործնական։ Առաջին անգամ ձախողելուց հետո հնարավորություն է տրվում 1 աշխատանքային օրվա ընթացքում կամ 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան բազային տուրքի չափով վճարում կատարելու դեպքում մասնակցել արտահերթ քննության։ Դրանով փորձ է արվել հերթերը ստորաբաժանումներում հերթերը նվազեցնել արտահերթ քննությունների մասնակցության նշված գործառույթով։ Նվազեցնել թե հակառակը գուցե ավելի շատ ծանրաբեռնվածությանը նպաստել։ Այսինքն թույլ է տրվում քաղաքացիները
ինչ էր հիմնականում դժգոհում էին, որ հերթերը շատ երկար են տևում, ինչ որ հնարավորություն ընձեռվի, որոշվեց նմանատիպ գործիքակազմով ոնց որ ասած կարգավորել այդ process-ը։ Ոչ միայն տեսականին է այդ նշված փոփոխությունը վերաբերել, այլև գործնականին, այսինքն իսկ երկրորդ եւ հաջորդ բացասական քննությունները հանձնելու դեպքում, ձախողելու դեպքում արդեն 7-րդ աշխատանքային օրը եւ 14-րդ աշխատանքային օրը հնարավորություն է տրվում 45000 եւ 30000 դրամի չափով վճարում կատարելու դեպքում արտահերթ մասնակցել տեսական կամ գործնական քննության։ Դա էլ անձի արդեն կախված է անձի սուբյեկտիվ մոտեցումից, եթե պատրաստ է գնում է նման վճարման, եթե ոչ, դե բարձր որ չի մասնակցի։ Պարոն Ղազարյան, տեսեք նաև վերջին ժամանակներում շատ է խոսվում տեսական քննությունների հարցաշարերի փոփոխման մասին, այս առումով ինչ է փոխվել տեսական քննությունների համար։ Ներկայումս շրջանառության մեջ է դրվել եւ ընդունվել է նախագիծ, այսինքն ընդունված է արդեն կառավարության համապատասխան որոշման մեջ համապատասխան լրացում փոփոխություն կատարեն, ինչու՞մն է կայանում դա, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Այսինքն առանձնացվում է։ Հիմա ունենք ընդհանուր հարցաշար բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու կարգերի քննությունների համար։ Հիմա առանձնացվում է մասնավորապես A, B, C կարգերի եւ դրանց ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը առանձնացվում է կոնկրետ այդ տվյալ խմբերի տրանսպորտային միջոցներ վարելու կարգերին համապատասխան վերաբերելի։ Իսկ մյուսը առանձնացվում է D եւ T, D-ն ավտոբուսն է, T-ն տրոլեյբուսը։ Հարցաշարը D եւ T տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ունենալու ցանկություն ունեցող անձինք հանձնելու են միայն այդ կարգերին վերաբերելի տեսական քննության հարցաշարում ընդգրկված հարցերին են պատասխանելու։ Այսինքն առանձնացում է, հեշտացվում է։ Բայց չէ որ օրինակ B կարգի վարորդը երթևեկության մեջ է ոչ միայն B կարգի վարորդների հետ, այլ նաև տարբեր կարգերի վարորդների հետ, արդյոք սա խնդիր չէ։ Այդ հաշվի առել նաև այդ հանգամանքը, այսինքն որ որպես ճանապարհային երթևեկության մասնակիցներ, թե վարորդ, թե ուղևոր, թե հետիոտն, բոլորը մեկ ամբողջություն կազմում են ճանապարհային երթևեկության մասնակցություններ ունենում եւ ազդում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։ Ես օրենսդրորեն չեմ կարող մեկնաբանել, թե ինչպես է հիմնավորվել, համենայն դեպս ոնց որ ասած քաղաքացիների տեղի է տրվել քաղաքացիների ոնց որ ասած բողոք դիմումներով է նաև պայմանավորված եղել, որ առանձնացվի հիմնականում ասելիք եղել է այն, որ ինչի համար A, B, C կարգերի ու դրանց ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականի հարցերը հանձնող տեսական քննություն հանձնող անձիկ պետք է հանձնեն նաև թե ավտոբուսը քանի նստատեղ պետք է ունենա կամ եւ այլն դրան փոխկապակցված ավտոբուսին ու տրոլեյբուսին վերաբերելի հարցեր։ Այդ իսկ պատճառով առանձնացվել է ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից նշված փոփոխությունը, ինչը ինձ թվում է, որ կհեշտացնի արդեն քննություն հանձնողների ավելի հեշտ ու հանգիստ հանձնելու process-ին, կնպաստի։ Ես գիտեմ, որ նաև տեսախցիկներ տեղադրվեցին արդեն գործնական քննությունների պարագայում մեքենաների ներսում։ Սա ինչից ելնելով արվեց եւ եթե չեմ սխալվում հունվարից սկսած այդ տեսախցիկները տեղադրվել էին կոնկրետ մեր ՀԿԲ-ի մասին է խոսքը Շիրակի մարզային։ Սա որքանով նպաստեց, որպեսզի քչանան բողոքները, որ այ մենք ճիշտ էինք վարում, օրինակ տեսուչը այդտեղ սխալ է նշել։ Հունվարի, ճիշտ եք ասում, հունվարի վերջերին տեղադրվեցին։ Դա պայմանավորված է կառավարության որոշում գոյություն ունի, որը կարգավորում է վարորդական վկայականի տրամադրման, հատկացման, փոխանակման, դրա հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորում են նշված որոշմամբ։ Նշված որոշման մեջ հատուկ կետ է նախատեսված, որ ՆԳՆ պարտավորությունի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը բոլոր ստորաբաժանումները ապահովել ավտոդրոմներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով ու տեխնիկական միջոցներով։ Այսինքն քննական բոլոր ստորաբաժանումներում, որտեղ որ կան ՆԳՆ քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներ, գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներ, տեղադրվեցին տեսանկարող, տեսաձայնագրող սարքավորումներ դիմացից, հետևից եւ սրահում։ Այսինքն դիմացից, հետևից տեսադաշտերն են նկարահանում, գործնական քննության process-ի սրահում էլ արդեն գործնական քննություն ընդունող եւ գործնական քննությունը հանձնող մասնակցի խոսակցությունը, այսինքն լսվելու է քննություն ընդունողի հրահանգները, գործնական քննության արձանագրությամբ նշված գործողություններ կատարելու համար տրվող հրահանգները։ Դրանով ինչն է նպաստում են նախ առաջին հերթին ներքին գործերի նախարարության համապատասխան քննական ստորաբաժանումների
աշխատակիցների կողմից գործնական քննության ընդունելու process-ի թափանցիկությունը, ինչպես նաև վարորդի տեխնացուների կողմից բացասական արդյունք ստանալու դեպքում բողոքարկման հնարավորություն է տրվում։ Նաև նպաստում է մեր կողմից ճիշտ վերլուծել, գնահատել բողոքարկման վերադասության կարգով բողոքարկման դիմումների ընթացքը, այսինքն վարչական վարույթ հարուցելիս հաշվի առնում ոչ միայն երկու կողմերի, այսինքն քննություն ընդունող հանձնողի կողմից ներկայացված պարզաբանումները, առարկությունները, նաև դիտվում է նաև տեսաձայնագրություն, ինչը նպաստում է բողոքարկման վարույթների առավել արդյունավետ եւ վերջնական հստակ որոշում կայացնելու համար։ Պետք է գալիս նաև դատական ատյաններում բողոքարկման դեպքերում ներկայացվում են որպես ապացույց։ Նպաստում է նաև այն տարատեսակ խոսակցությունները, որ բնակչության մեջ շրջանառվում է, դրանով ինձ թվում է նպաստել է նաև նշված խոսակցությունների վերացմանը, այսինքն տեսանկարումը դրական ազդեցություն ունի եւ մեր եւ վարորդի տեխնացուների համար։ Այնուամենայնիվ այն դրանից զատ նպաստում է նաև կոռուպցիայի կանխարգելմանը։ Այ իհարկե, գտնում եմ, որ ցանկացած թե օրենսդրական, թե տեխնիկական, թե ծրագրային որևէ փոփոխություն իր մեջ պարունակում է կոռուպցիայի կանխարգելման տարրեր, եթե ոչ ամբողջությամբ, իհարկե։ Շատ բարի, պարոն Ղազարյան, տեսեք, նշում եք, որ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, բայց այդ ամենի ֆոնին այնուամենայնիվ կա մի կարծրացած այսպես ենթամշակույթ, որ առաջին անգամից վարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննությունը հնարավոր չէ հաղթահարել։ Ինչու է մարդկանց մոտ այս տպավորությունը եւ ինչպես կարելի է կոտրել այդ կարծրատիպը։ Որպեսզի չկրկնվեմ, տեսաձայնագրող սարքերով նույնպես կկոտրվի նշված կարծրատիպը, որ ձևավորվել է ազգաբնակչության մեջ, կարծում եմ սուբյեկտիվ մոտեցում ունի, չգիտեմ, իմ կարծիքով ըստ իս չլինի այնպես, որ տվյալ ստորաբաժանման ներկայացուցիչն եմ, պաշտպանելու եմ կամ ինչ-որ մի ձև արդարացնելու եմ, համենայն դեպս պրակտիկ գործունեության ընթացքում ականատես եմ եղել, որ առաջին անգամից շատ քաղաքացի, նույնիսկ իգական սեռի ներկայացուցիչներ, որտեղ որ թերագնահատում են, ասում են առաջի անգամից մասնավորապես իգական սեռի ներկայացուցիչները չեն հաղթահարի, բայց հաղթահարել են։ Իմ պրակտիկ գործունեության ընթացքում շատ են դեպքերը, հիմա որ ասեմ միֆ չէ, իրականություն է, հաղթահարում։ Եթե անձը վարորդի տեխնացուն կարծում եմ ցանկացած քննություն հանձնող ոչ միայն տեսական գործնական, չգիտեմ, կլինի ընդունելության եւ այլ ինչ որ միտեղ ընդունվելու ցանկացած քննություն հանձնելուց էլ առաջին անգամ հանձնելուց ցանկացած անձ լարվածության գործոնը երևի մեծ ազդեցություն ունի, համենայն դեպս հնարավոր է դրա ազդեցության տակ որ առաջին անգամ ծախում, բայց շատ են դեպքեր, որ առաջին անգամից վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ են ստացողները։ Այդ տարածված կարծիքը ինձ թվում է այս տեսաձայնագրող սարքերով եւ մնացած այլ փոփոխություններով կհերքվի ժամանակի ընթացքում։ Իսկ ինչից են հիմնականում դժվարանում, ինչ խախտումներ են անում։ Պրակտիկ, որ հանդիպել ենք դեպքեր, մենք վերադասության կարգով բողոքարկումներն ենք ընդունում։ Հիմնական իգական սեռի ներկայացուցիչները հետընթացով կայանում, հետադարձ գործողությունները կատարելուց, իսկ արական սեռի ներկայացուցիչները կոպիտ ասած ճակերտների մեջ ասեմ, անփույթ վարելով իրենք վարել գիտեն, պարզապես քննությունը այլ process է։ Պետք է հետևեն ճանապարհային երթևեկության կանոններին, նշաններին, ճանապարհային գծանշումներին, այսինքն տեսական գիտելիքները ի ցույց են դնելու պրակտիկ գործնական վարման ընթացքում։ Ճիշտ կիրառում են։ Այո, տեսական գիտելիքների ստացման մասով եւս մեկ փոփոխություն է տեղի ունեցել սեպտեմբերից դպրոցներում, ավարտական դասարաններում հնարավորություն կա սովորելու վարորդական իրավունքի օրենքները, տեսական հարցաշարերը, սա ինչպիսի ազդեցություն կունենա ավելի պատրաստված վարորդներ ունենալու համար։ Ինձ թվում է իր դրական ազդեցություն կունենա, քանի որ դեռահաս տարիքից մարդկանց, այսինքն անձանց քաղաքացիներին պատրաստել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված միջոցառումներին կամ կանոնների պահպանը, ոչ միայն ճանապարհային երթևեկություն, գտնում եմ, որ համակերպության կանոնների պահպանությունը նախադպրոցական տարիքից կնպաստի արդեն ընդհանուր ազգաբնակչության մոտ իրավագիտակցության բարձրացմանը, ինչն էլ իր հետևանքները կունենա, այսինքն դրական ազդեցություն կունենա անվտանգության ապահովման առումով, այսինքն ճանապարհատրանսպորտային պատահարները կքչանան ըստ իս։ Շատ լավ, պարոն Ղազարյան, տեսեք,
Շիրակի մարզում ծանրաբեռնվածությունը ինչպես է, արդյոք շատ են նաև տարբեր մարզերից գալիս հենց այստեղ քննություն հանձնելու եւ սա էլ կարծում եմ վերջին ժամանակներում արված փոփոխություններից էր, որ կապ չունի թե որտեղ է հաշվառված անձը կարող է ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում գալ քննություն հանձնել։ Տեսեք, նախորդ տարի սեպտեմբեր ամսից ուժի մեջ մտավ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու մասին իրավական ակտը, որով ուժը կորցրած ճանաչվեց այն դրույթը, որ տարբեր քննական ստորաբաժանումներում տեսական գործնական քննություն է ընդունում, արգելվում էր։ Այսինքն նշված դրույթը վերացավ։ Ցանկացած անձ Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքային հաշվառման քննական ստորաբաժան կարող է հանձնել տեսական քննություն, իսկ գործնական քննությունը եւս պարտավորություն արդեն չունի հանձնելու տվյալ ստորաբաժան։ Այդ իսկ պատճառով ծանրաբեռնվածությունը մարզային այլ ստորաբաժանումների ավելացավ, որտեղ որ թեթևեր արդեն նշված դրույթի ուժը կորցնելու հիմքով շատանում է։ Հիմա նախորդ տարվա վերլուծությամբ առաջին կիսամյակի այս տարվա առաջին կիսամյակով մոտավոր միջինացված թվերով 70%-ով ավելացել է մասնակիցների թե տեսական, թե գործնական թիվը։ Նախորդ տարի մոտ առաջին կիսամյակում 9000-ից 9500 անձ է մասնակցել տեսական գործնական քննություններին։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մոտ 15000 անձ է մասնակցել տեսական գործնական քննություններին։ Դա միայն մեր մարզում թե ամբողջ Չէ, Շիրակի մարզի մասին է խոսքը։ Հետևաբար պրոյեկտելով այլ մարզերի հետ եւս կարծում եմ թվերը նույնն են ցույց տալու։ Միջինացված թվերը ավելացված կլինեն նախորդ կիսամյակի հետ համեմատած։ Այսինքն գործնական քննությունների ավելի շատ են մասնակցում, քան տեսական։ Տեսականը հեշտ են հաղթահարում։ Տեսականը կարող են մասնակցել Երևանի հաշվառման քննական բաժնում, օրինակ եմ ասում։ Գործնական քննությունները հանձնել Շիրակի կամ Լոռու մարզի հաշվառման քննական ստորաբաժանում։ Այսինքն կներեք նաև ավելացնեմ փոփոխություններից որն էր նախորդ տարի, նաև հերթագրման նոր համակարգ ներդրվեց հունիս ամսից 2025 թվականի, այսինքն հիբրիդային հերթագրման համակարգ ձևավորվեց թե կենթանի հերթի տեսքով եւ թե նախապես օր եւ ժամ գրանցելով։ Հիմա ներկայումս նշված process-ը իր դրական արդյունքը տալիս է, անձը 24 ժամվա ընթացքում ինքն է ընտրում իր նախընտրած ստորաբաժանում այցելելու օրը եւ ժամը։ Հնարավորություն ունի նաև չեղարկելու նշված հերթագրման հարթակը, հնարավորություն ունեցելով այլ անձանց հերթագրվել տվյալ օրը եւ ժամին։ Նշվածն է նաև ոնց որ ասած գումարվելով այդ ամենը հետեւաբար ազդել են մարզային ստորաբաժանումների ծանրաբեռնվածության վրա։ Պարոն Ղազարյան, տեսեք, հիմնականում ինչ տարիքի մարդիկ են դիմում ավելի շատ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ավելի շատ երիտասարդներն են, թե միջին տարիքի մարդիկ են, ինչպես է պատկերը։ Պատկերը ըստ իմ ունեցած իմ կոպիտ ասած ձեռքից տակ ունեցած տեղեկություններով 18-ից 30 տարեկան անձինք են մեծամասնությունը, բայց կարելի է խմբերի բաժանել տարիքային 18-ից 30, 30-ից 50, 50-ից 70 եւ ավելի։ Ըստ տոկոսային հարաբերության դե պարզ է որ տարիքի զուգահեռ իջնում է։ Հիմնականում այդ 18-ից մինչև 30 տարեկան անձինք են մեծամասնություն մասնակիցների թիվը։ Իսկ եթե արդեն պահը հասել է, որ անձը ցանկանում է գալ, ստանալ վարորդական իրավունքի վկայական, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի եւ որը կլինի ձեր հորդորը այն մարդկանց, ովքեր դեռևս չեն մասնակցել գործնականի մասին է խոսքը։ Եվ տեսական եւ գործ։ Թե այսպես կարելի ասել, թե խորհուրդ կտամ, թե տեսական, թե գործնական քննություններին խորհուրդ կտամ առավել լրջորեն մոտենալ, առավել պատրաստված լինել, նոր պատրաստված վստահ լինելու դեպքում հերթագրվել մասնակցել տեսական գործնական քննություններին։ Կարծում եմ յուրաքանչյուր անձ ինչ որ քննության մասնակցելու ինքը պետք է հասկանա արդյոք պատրաստ է նշված քննությունը բարեհաջող հանձնելու։ Խորհուրդ կտամ առավել մասնագիտորեն ավելի լավ պատրաստվել ու մասնակցել։ Շատ լավ եւ որքան էլ քայլերը նախարարության տանում են դեպի բարեփոխումներ, այնուամենայնիվ մենք տեսնում ենք
բազմաթիվ վթարներ, վրայերթներ, այս համատեքստում ներքին գործերի նախարարության աշխատանքը ուր է գնում եւ համագործակցությունն արդյոք ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող օրինակ ոստիկանության հետ աշխատանքները եւս շարունակվում են, որպեսզի դուք էլ հասկանաք, թե հիմնականում թույլ կողմերը օրինակ որոնք են, ինչի վրա կարելի է շատ աշխատել, համագործակցության առումով ինչ կասեք։ Ընդհանրապես բոլոր ստորաբաժանումները ներքին գործերի նախարարության համագործակցում են, մշակվում են ներկայումս էլ միտում կա համագործակցել նաև վթարների հետ կապված, այսինքն մեր քննական ստորաբաժանումը տեսնի, որ կարգի տրանսպորտային միջոցների վարորդներն են վթարների մասնակից, որ տարիքային խումբն է, նոր քննություն հանձնած անձինք կան, թե նախկինում արդեն ստացած, թե զրկված վերականգնված անձինք են։ Այսինքն բարեփոխումները ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները այս պահին process-ի մեջ, անընդհատության մեջ քննարկում են տարբեր երկրների փորձեր, ուսումնասիրեն եւ ներդնեն ըստ մեր մենթալիտետին համապատասխան։ Իսկ այդ փոխհամագործակցությունը մշտական բնույթ է կրում ներքին գործերի նախարարության, թե էլեկտրոնային, թե թղթային տարբերակով համագործակցություն, Մենք թե խորհրդակցություններով։ այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո առերեսվեցինք նաև եւս մեկ փոփոխության այն մասին, որ վարորդական իրավունքից զրկված անձինք կարող են վերականգնել իրենց վարորդական իրավունքը եւ նաև այս փոփոխության մասին ինչ կասեք, արդեն կան դիմողներ, արդեն կան վերականգնված այսպես վարորդական իրավունքներ։ Նշված փոփոխությունը ուժի մեջ մտավ սույն թվականի հուլիսի 6-ից, վերաբերվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված, այսինքն ստացած վարորդական վկայական ունեցող անձանց, ովքեր զրկվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության մարմինների կողմից։ Այդ ինչի համար եմ նշում, որտեղ շատ քաղաքացիներ դիմում են այլ երկրի վարորդականով Հայաստանի Հանրապետությունում զրկվել են, ցանկանում են վերականգնել։ Վերականգնումը վերաբերում է միայն ՀՀ-ում ստացած եւ ՀՀ-ում ՀՀ ոստիկանության կողմից զրկված դատական ատյանների կողմից վերջնական դատական ակտերով կայացված դեպքերում զրկումներ, որպես լրացուցիչ պատիժ կիրառելու դեպքում իրենց վրա նույնպես չի տարածվում։ Շատ են դիմողները, մոտ եթե չեմ սխալվում 15000 անձ կար նման կարգավիճակում գտնվող, եթե չեմ սխալվում 6000-ից ավել արդեն դիմել հետ են ստացել վարորդականը համապատասխան պետական տուրքի վճարումով։ Ինչքան էր կազմում 50000 դրամ է պետական տուրքը վերադարձնելու վարորդական վկայականը առանց որակավորման քննությունները հանձնելու։ Նշված որ իրավական նորմը ունի նաև մշտական բնույթ է կրում, այսինքն յուրաքանչյուր անձ ինձանից սկսած, չգիտեմ, ով որ վարորդական վկայական զրկվելու դեպքում կյանքի ընթացքում մեկ անգամ հնարավորություն ունի առանց որակավորման քննություններ հանձնելու վերականգնել։ Ընդամենը մեկ անգամ է Մեկ անգամ, հաջորդ անգամ եթե անձը զրկվեց, այսինքն 50000 վճարելով հետ է ստանում վարորդական վկայական, տրվում է 6 տուգանային միավոր, 6 միավոր բալային համակարգում, 6 միավորը սպառելու դեպքում անմիջապես զրկվում է անձը։ Հետևաբար զրկման ժամկետը անցնելուց հետո քննություններ է հանձնելու։ Այսինքն մի անգամ է գործում տվյալ, ոնց որ ասած, բարելավող նորմը։ Շնորհակալություն պարոն Ղազարյան հետաքրքիր զրույցի համար։ Ես լավ շնորհակալ։ Իսկ ես մեր հետևորդներին եւ հեռուստադիտողին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի Հրաչիկ Ղազարյանի հետ, կհանդիպենք։